Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կյանքն ուղղակի եռում էր։ Եվ քանի որ հնարավոր չէր միաժամանակ նկարահանումներ կատարել ավելի քան 1 տասնյակ դասարաններում, ուստի ընտրեցինք մի քանիսը։ Սա կերպարվեստի ստուդիան է։ 40 երեխա այստեղ նկարել է սովորում եւ մանկավարժի հետ միասին ընտրում առավել հաջողված նկարները առաջիկա ցուցահանդեսի համար։ Այնուհետև ընտրում են նկարներ, որոնք ուղարկելու են աշխարհի տարբեր ծայրեր, մշակութային կենտրոններ եւ դպրոցներ։ Կա այդպիսի ծրագիր համաշխարհային արվեստի փոխանակման։ Ամենահեռավոր երկրներից նույնիսկ նկարներ են գալիս թեմի ստուդիա։ Օրինակ 2 կտորով հյուսած այս տերևը եկել է Մակեդոնիայից, նկարներ կան Չինաստանից, նույնիսկ Կամերունից, հասցեով, լուսանկարով եւ իրենց մասին փոքրիկ պատմություններով։ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի ամբողջ կահույքը պատրաստվել է տեղում եւ սեփական ուժերով կահույքի պատրաստման արհեստանոցում։ Սա թեմի սոցիալական ծրագրի մի մասն է, որն ուղղված է գործազրկության խնդրի հաղթահարմանը։ DVV International կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ սարքավորումներ են գնվել եւ արդեն մի քանի տարի է կազմակերպվում են դասընթացներ գործազուրկների համար։ Պատրաստում են նորը կամ վերանորոգում հին կահույքը ու նվիրում կարիքն ունեցողներին։ Հիմնականում գալիս են դպրոցական բարձր դասարանի աշակերտներ, սովորում են նաև փայտի գեղարվեստական փորագրություն։ Շատ արդիական, այսպես ասենք, մոդայիկ են բարձրագույն կրթությամբ տրվող որոշ մասնագիտություններ, շուկան կերհագեցած է նմանատիպ մասնագիտություններով։ Իսկ այն մասին, որ կարելի է ինքդ քեզ գտնել արհեստագործական ոլորտում, շատ քիչ, ինչպես նշեցի, տեղեկություններ կան։ Եվ մենք ուրախ ենք, որ մեր այս արհեստանոցը հնարավորություն է տալիս պատանիներին գալ տեսնել, թե ինչպիսի աշխատանքներ են պահանջվում այստեղ, ինչպիսի հմտություններ են պետք եւ գուցե իրենց ապագան գտնել հենց արհեստագործական ուսուցման մեջ եւ ոչ թե պարտադիր բարձրագույնի։ Նույն սկզբունքով թեմի կենտրոնում գործում է նաև կարի արհեստանոց, որտեղ դերձակություն սովորող գործազուրկները կարճ ժամանակ անց աշխատանք են գտնում, եթե իհարկե ավարտական քննությունները լավ են հանձնել։ Այս 2 կանայք էլ մրցույթում հաղթել են եւ այժմ աշխատում են։ Երրորդ մեր նմանատիպ ուղղությունը դա տպարանային գործն է, որը մենք իրականացրեցինք 5 գործազուրկ երիտասարդների համար եւ նորից 2 մրցույթով անցան աշխատանքի մեր կենտրոնում։ Այս պատին տպարանը ցուցադրում է իր հնարավորություններն ու աշխատանքի արդյունքը, որակյալ բուկլետներ, թղթեր ու նկարներ։ Գյումրիում աշխատանք գտնելու համար ավելի շատ կանայք են հետաքրքրված։ Համենայն դեպս շահառուները հիմնականում կանայք են թեմի նույնիսկ համակարգչային ուսուցման կենտրոնում։ Սա էլ արվում է միգրացիա եւ զարգացում ծրագրի շրջանակում, հայկական Կարիտասի հետ համատեղ։ 20 սովորողից 8-ը արդեն աշխատանքի են տեղավորվել։ Շիրակի թեմի կրթամշակութային, երիտասարդական եւ մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-գենդերային ծրագրերում տարեկան 5000 մարդ է ներգրավվում։ Թեմում գործում է նաև գրադարան, որը բացառիկ է Շիրակի մարզում իր հոգևոր գրականության ֆոնդով։ Մանկական, արտասահմանյան, հայագիտական, ընդհուպ մինչև բուհական մասնագիտական գրականություն։ Գալիս են ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ տարեց մարդիկ։ Վերջին վերլուծությունը սակայն ցույց տվեց, որ հիմնականում մեր ընթերցողների մեջ մեծ տեղ են գրավում երիտասարդները, ըստ նախընտրած գրականության, հիմնականում երիտասարդները նախընտրում են հոգևոր գրականություն, հոգևոր գեղարվեստական գրականություն, ինչպես նաև հոգևոր խրատանիներ եւ հատկանշական է, որ երիտասարդները նաև նախընտրում են ուսումնասիրել անկախ իրենց մասնագիտությունից հոգևոր հայրերի աշխատությունները։ Ֆոնդը համալրվում է եւ անձնական, եւ տարբեր կազմակերպությունների կողմից նվիրատվությունների շնորհիվ։ Մի քանի օր առաջ Կալիֆոռնիայից հանրագիտարանային գրականություն են նվեր ստացել։ Երիտասարդ գրադարանավարուհին պատմեց, որ սա միայն գրքի սպասարկման կենտրոն չէ, այլ նաեւ նպատակ ունի խթանել ընթերցասիրությունը։ Ուստի շաբաթվա բոլոր օրերին հստակ միջոցառումների ծրագիր ունեն։ Երկուշաբթին սկսում են հոգևոր խրատական առավոտյան զրույցներով։ Հետո խաղում են ինչ որտեղ երբ։ Սովորում են քաղաքավարության այբուբենը, պատանիների համար ինչ կարդալ խորհուրդ են տալիս բանասերները ոսկե գրադարակում։ Եվ շաբաթն ավարտվում է հանգստի տրամադրող միջոցառումներով։ Հոգևոր զրույցների շարք ունի թեմակալ առաջնորդը, Աստվածաշունչը եւ մենք խորագրով։ Հոգևոր ուսուցման եւս մեկ ծրագիր մեկնարկեց մեր նկարահանման օրը։ Դասը հարց ու պատասխան է, վարում է Տեր Փավստոսը։ Առաջին դասի առաջին հարցը խոստովանահոր կարևորության մասին էր։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր հոգևոր հայրերը այնպիսի աշխատանք են տանում խոստովանազավակի հետ, նախքան խոստովանելը իրենք զրուցում են, բացատրում են իրենց ինչ է ներկայացնում անհատական խոստովանությունը։ Կոնկրետ ինձ համար իմ կենսաբանական, բիոլոգիական հորից հետո խոստովանահայրը երկրորդ հայրն է ու դեռ ավելին հարցեր կա, որ հա չգիտի իմ բիոլոգիական հայրս, բայց խոստովանահայրս գիտի։
Այստեղ երիտասարդների իրական ներկայություն եւ հաղորդակցություն կա։ Թեմի առաջնորդարան անընդհատ ելումուտ են անում պատանիներն ու երիտասարդները։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, այս մեր երկրում անպայման պիտի բարձրացնել եւ եկեղեցու եւ կրոնի դերը հայ երիտասարդի կյանքում։ Ձևավորել համամարտկային արժեքների համակարգ, որտեղ տիրում է հանդուրժողականության եւ փոխհամագործակցության ոգին։ Թեմի սոցիալ-կրթական կենտրոնի այս տեսլականը գրված է բուկլետում։ Մենք իհարկե չհասցրեցինք անդրադառնալ ամբողջ գործունեությանը, սակայն մեկ այցելությունն էլ բավարար էր հասկանալու համար, որ սա ուղղակի որևէ զեկույցից վերցրած գեղեցիկ նախադասություն չէ, այլ իրական առաքելություն։